Ժողջան, կրկին ողջույն բոլորին, այսօր աշխատանքի մեջ ունենք էլի ֆարսունկաներ, իրանք գտնվում են իդեալական կեղտոտ վիճակում, հեսա ընդհանուր աշխատանքները վերջացնեմ, նորից ցույց կտամ, թե ինչ տեսք պետք է ունենան նորմալ ֆարսունկաները, հեսա գործերն անեմ, կապնվեմ, Ժողջան, այս պահին ֆարսունկաները տեղադրվել են վաննայում, մի 15 րոպե է արդեն իրանք ոնց որ լողանում են, էլի։ Տեսեք, արդեն ջրի գույնը ահագին փոխվել է, բայց մի տեսակ հələ դեռ ինձ չի գոհացնում, տեսեք, այսինքն ինչ որ հետքեր կա դեռ, հիշում եք, չէ՞, ինչ օրի էին այս ֆարսունկեքը։ Լավ, հիմա նորից շարունակեմ, մի 15 րոպե էլ պահեմ, տեղադրեմ ստենդի վրա, կկապնվեմ։ Տեսեք, Ժողջան, հիմա էլ ասեղների մաքրման պրոցեսն է։ Ուրեմն տեսեք ինչ ստացանք, իդեալական փայլ, բացվել են բոլոր անցքերը, բոլոր ֆարսունկեքը գտնվում են այդ նույն վիճակում, այսօր մի 10 րոպե էլ ասեղների մաքրման գործընթացը գնա ու արդեն տեղադրենք ստենդի վրա, կատարենք լվացման աշխատանքները։ Ժողջան, արդեն ֆարսունկաները տեղադրված են ստենդի վրա, միա դուք սրանց ֆակելները նայեք, ոնց է բացվել ծակերը, իդեալական արդյունք, լցնում են իդեալական մի գծով, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, մեկին մեկ, ու խնդրում եմ հիմա մի հատ նայեք վաննայի հեղուկի գույնը ինչի է վերածվել, լրիվ ժանգագույն, այս ամենը դուրս է եկե ֆարսունկաների միջից, ու որ լավ պատկերացնեք հեղուկի քանակը, տեսեք, նայեք, ինձ հետ ինչքան է թաղվում մեջը, այսքան, մոտավորապես 4 սանտիմետր 5 հեղուկի պարունակությունն է, կլինի կես լիտրի կարգի ու կես լիտր հեղուկը մի կերպ այսենց մաքրեց ու դառավ այս գույնի, դե առաջի անգամ ցույց տվեցի ֆարսունկաների վիճակը, իմ կարծիքով զարմանալու չի, հիմա ստենդը ստուգում է ուծեչկեքը, չունենք ուծեչկա ոչ մի ֆարսունկայում, կարճ ասած իդեալական արդյունք ենք ստացել, նենց որ եթե ունեք խնդիր ֆարսունկաների հետ, համեցեք, լավ եղեք, մինչ հանդիպում։